Պատկերացրեք ձեր կյանքի ամենաերկար գիշերը։ Հիշեք այն զգացողությունը, երբ շրջվում եք անկողնում, նայում ժամացույցին, իսկ սլակները դավաճանաբար դանդաղ են սողում դեպի լուսաբաց։ Հիշեք կոպերի ծանրությունը, գլխի մշուշը եւ այն գրգռվածությունը, որը պատում է ձեզ ընդամենը մեկ անկում գիշերվանից հետո։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ գիշերը տևում է ոչ թե 8 ժամ, ոչ թե 1 օր եւ նույնիսկ ոչ թե 1 շաբաթ։ Պատկերացրեք, որ այդ գիշերը տևում է ավելի քան 60 տարի։ Այսօր մենք կպատմենք մի պատմություն, որը գիտական ֆանտաստիկա կամ սցենարիստների հորինվածք է թվում, բայց փաստագրված իրականություն է, որը փակուղու առջև է կանգնեցնում ժամանակակից բժշկությունը։ Սա պատմություն է մի մարդու մասին, ով հաղթել է քունը, կամ գուցե քունն է պարտվել նրան կյանքի համար մղվող պայքարում։ Վիետնամի սրտում, Կուանգնամ նահանգում, խիտ ջունգլիների եւ բրնձի դաշտերի մեջ ապրում է Թայ Նոգոկ անունով մի համեստ ֆերմեր։ Առաջին հայացքից նա ոչինչով չի տարբերվում իր հարևաններից։ Նա անցել է 80-ի շեմը, դեմքը պատված է կնցյեռներով, ձեռքերը կոշտացել են ծանր աշխատանքից։ Բայց կա մի մանրուք, որը նրան դարձնում է թերևս մոլորակի ամենայուրահատուկ մարդը։ Թայ Նոգոկը պնդում է, որ վերջին անգամ աչքերը փակել եւ երազների գիրկն է ընկել 1973 թվականին։ Թեպետ ըստ այլ աղբյուրների դա սկսվել է ավելի վաղ, 1962 թվականին։ Խորհեք այս թվի մասին։ Մինչ աշխարհը ապրում էր Կարիբյան ճգնաժամը, մինչ մարդն առաջին անգամ թռչում էր տիեզերք, մինչ Բիթլսը գրավում էր հիթ շքերթները, իսկ ինտերնետը դեռևս հայտնագործված չէր, այս մարդը դադարեց քնել։ Եվ այդ ժամանակվանից ի վեր չի քնել ոչ մի րոպե։ Եկեք հասկանանք, թե ինչու է սա անհնար հնչում։ Կենսաբանության տեսանկյունից քունը պարզապես հանգիստ չէ։ Դա ուղեղի մաքրման կրիտիկական կարևոր գործընթաց է։ Երբ մենք քնում ենք, մեր գլիմֆատիկ համակարգը դուրս է բերում օրվա ընթացքում կուտակված տոքսինները։ Առանց այս գործընթացի ուղեղը սկսում է բառացիորեն թունավորել ինքն իրեն։ Քնից կամավոր հրաժարվելու Գիննեսի ռեկորդը պատկանում է Ռենդի Գարդներին եւ կազմում է 11 օր եւ 25 րոպե։ Այդ փորձի վերջում Գարդների մոտ սկսվել էին հալյուցինացիաներ, պարանոյա եւ կոգնիտիվ ունակությունների ամբողջական կորուստ։ Աշխարհում գոյություն ունի նաեւ մի սարսափելի հիվանդություն՝ մահացու ընտանեկան անքունություն։ Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ կորցնում են քնելու ունակությունը եւ մահանուն տանջանքներում մի քանի ամսվա ընթացքում, քանի որ իրենց ուղեղը քայքայվում է։ Բայց Թայ Նոգոկը ողջ է, ավելին, նա բացարձակապես առողջ է։ Ամեն ինչ սկսվեց, երբ նա 20 տարեկանից մի փոքր մեծ էր։ Այդ ճակատագրական տարում Նոգոկը վարակվեց ծանր տենդով։ Նա այրվում էր ջերմությամբ, մարմինը դողում էր եւ ինչ-որ պահի նա կորցրեց գիտակցությունը։ Երբ հիվանդությունը նահանջեց, նա մի տարօրինակություն նկատեց՝ քունը չէր գալիս։ Առաջին հայացքից նա կարծում էր, որ դա հիվանդության ժամանակավոր հետևանք է, օրգանիզմի պարզ խափանում։ Նա ապառնում էր անկողնում, փակում աչքերը եւ ոչխարներ հաշվում։ Հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր ոչխարներ, բայց գիտակցությունը մնում էր պարզ։ Նա փորձեց ամեն ինչ. ժողովրդական միջոցներ, խոտաբույսերով թուրմեր, թունդ ալկոհոլ։ Տեղացիները խորհուրդ էին տալիս նրան այնքան բրնձի օղի խմել, որ պարզապես անջատվի։ Նոգոկը հարչում էր, մարմինը ճոճում էր, լեզունը կապ ընկնում, բայց ուղեղը շարունակում էր աշխատել ժամացույցի պես։ Քունը պարզապես անհայտացել էր նրա կարգավորումներից։ Տարիներն անցնում էին։ Նոգոկը դադարեց պայքարել եւ սկսեց ապրել մի աշխարհում, որը երբեք չի անջատվում։ Հայտնի ճանապարհորդ բլոգեր Դրյու Բինսկին, որ անձամբ այցելել է Նոգոկին, ցնցված էր տեսածից։ Նրա խրճիկին հասնելու համար հարկ է քանդված ճանապարհներով գնալ գյուղական տեղանքի խորքը։ Այնտեղ չկան նեոնային ցուցանակներ եւ շուրջօրյա խանութներ։ Երբ արևը մայրուն է մտնում, գյուղը ընկղվում է բացարձակ խավարի եւ լռության մեջ։ Ցանկացած մարդու համար դա վախի կամ հանգստի ժամանակ է։ Նոգոկի համար դա պարզապես երկրորդ հեռափոխն է։ Ինչպես է անցնում այն մարդու կյանքը, որի օրը ունի 24 ակտիվ ժամ։ Մինչ նրա կինը եւ երեխաները քնած են, Նոգոկը աշխատում է։ Նա պարապ չի նստում, հայացքը պատին հառած։ Նա օգտագործում է այդ ժամանակը վախեցնող արդյունավետությամբ։ Իր 80-ից ավել տարիքում նա ամեն օր 50 կիլոգրամանոց բրնձի եւ պարարտանյութի պարկեր է կրում լեռնային զարիտ արահակներով։ Դրյու Բինսկին, երիտասարդ եւ առողջ տղան, խոստովանեց, որ հազիվ էր կարողանում հասնել ծերուն հայտեինց։ Բայց ամենահետաքրքիրը տեղի ունենում գիշերը։ Նոգոկը պատմում է, որ գիշերը աշխատելու համար ամենալավ ժամանակն է, որովհետեւ չկա այրող արևը։ Այս անքուն տասնամյակների ընթացքում նա մենակ փորել է հսկայական լճանգներ ձուկ բուծելու համար։ Պատկերացրեք այդ տիտանական աշխատանքը։ Գիշերը գիշերի հետևից, բահերը ջերքում, լուսնի լույսի ներքո, մինչ ամբողջ աշխարհը քնած է։ Նա նաև հսկում է իր ֆերման։ Այս տեղանքում երբեմն լինում են անասունների կամ բերքի գողություններ, բայց գողերը շրջանցում են Նոգոկի տունը։ Նրանք գիտեն, տանտերը երբեք չի քնում։ Նա միշտ դիրքերում է։ Կես դարվա ընթացքում շուրջօրյա հսկողություն։ Շատ սկեպտիկներ լսելով այս պատմությունը մի անգամից ասում են. սա սուտ է։
Նա հաստատ քնում է, պարզապես ինքն էլ դա չի նկատում։ Բժշկության մեջ գոյություն ունի միկրոքուն հասկացությունը, երբ ուղեղը անջատվում է վայրկյանի մասերի ընթացքում, իսկ մարդը շարունակում է կանգնած կամ նստած մնալ բաց աչքերով։ Գիտնականները ենթադրում էին, որ նգոկը գոյատևում է հենց այդպես։ Դա ստուգելու համար նրան այցելեցին նկարահանող խմբեր տարբեր երկրներից, այդ թվում լրագրողներ Թայլանդից, Մեծ Բրիտանիայից եւ Ավստրալիայից։ Նրանք տեսախցիկներ էին տաղադրում նրա անկողնու շուրջ, հետևում էին նրան օրը 24 ժամ։ Եվ ամեն անգամ արդյունքը նույնն էր։ Նգոկը չէր քնում։ Նա կարող էր պառկել մեջքին հանգիստ տալու համար, բայց նրա աչքերը բաց էին մնում, իսկ արձագանքը շրջապատող աշխարհին ակնթարթային։ Դանանգի բժիշկները, ովքեր հետազոտել էին նրան, ցնցված էին։ Նրանք սպասում էին տեսնել քայքայված լյարդ, սրտի հետ կապված խնդիրներ կամ հոգեկան խանգարման նշաններ, բայց անալիզները ցույց տվեցին, որ նա առողջ է։ Նրա ճնշումը նորմայի մեջ է, սիրտը աշխատում է ռիթմիկ։ Միակ շեղումը լյարդի հետ կապված փոքր խնդիրներն են, բայց դրանք ամենայն հավանականությամբ առաջացել են տեղական սննդից եւ ալկոհոլից, այլ ոչ թե քնի բացակայությունից։ Սա մի երևույթ է, որը գիտությունը դեռևս չի կարողանում լիովին բացատրել։ Կա տեսություն, որ նրա ուղեղը սովորել է մաս-մաս քնել, ինչպես դելֆինները։ Մի կիսագունդը հանգստանում է, մինչ մյուսն արթուն է, բայց սա ընդհանրապես վարկած է։ Սակայն չարժե կարծել, թե սա գերունակություն է, որի մասին արժե երազել։ Ինքը Թայ նգոկը հազվադեպ հարցազրույցներում խոստովանում է, որ այս վիճակը ճնշում է իրեն։ Նա իրեն համեմատում է առանց ջրի բույսի հետ։ Նա ասում է, որ իրեն չորացած է զգում։ Քունը պարզապես մարմնի վերալիցքավորում չէ, դա էմոցիոնալ բեռնաթափում է, դա իրականությունից կտրվելու, երազներ տեսնելու, խնդիրները մոռանալու հնարավորություն է։ Նգոկը զրկված է այդ ապաստարանից։ Նա ստիպված է ապրել իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը լիակատար գիտակցությամբ։ Նա հիշում է ամեն ինչ։ Հոգնածությունը կուտակվում է, բայց ոչ ֆիզիկական, այլ մենտալ։ Նրա կինն ասում է, որ սովորել է դրան, թեև սկզբում վախենում էր։ Գիշերվա կեսին արթնանալով նա միշտ տեսնում է ամուսնու ուրվագիծը, կամ նստած ծխում է նայելով խավարին, կամ գործիքներն է նորոգում։ Դա միանության տարօրինակ զգացողություն է ստեղծում։ Նգոկը ջունգլերի գիշերային կյանքի միակ վկան է։ Նա գիտի բոլոր ձայները, ամեն մի խշշում, քամու ամեն մի շարժում, որոնք թաքցված են քնած մարդկանցից։ Թայ նգոկի պատմությունը խորը հարցեր է բարձրացնում մարդկային մարմնի հնարավորությունների մասին։ Մենք սովոր ենք մտածել, որ գոյություն ունեն կենսաբանության խիստ կանոններ, որոնք չի կարելի խախտել։ Բայց ահա մի մարդ, ով խախտել է գլխավոր կանոնը եւ ողջ մնացել։ 60 տարվա ընթացքում նա որպես նվեր ստացել է մոտավորապես 175,000 ժամ լրացուցիչ ժամանակ։ Այն 20 տարվա մաքուր կյանք է, որը մենք եւ դուք քնել ենք։ Բայց հարց տվեք ինքներդ ձեզ. կուզեիք նման նվեր։ Պատկերացրեք, որ ձեր բոլոր հարազատները քնած են, քաղաքները դատարկվում են, ինտերնետը լռում է, եւ դուք մնում եք մենակ ձեր մտքերի հետ, գիշեր-գիշերի հետևից, տասնամյակի հետևից։ Նգոկը միլիոնատեր չդարձավ այդ ընթացքում, մեծ վեպներ չգրեց։ Նա պարզապես շարունակեց ապրել իր հասարակ գյուղացիական կյանքը, մշակելով հողը եւ հոգ տանելով ընտանիքի մասին։ Հնարավոր է հենց դրանում է նրա փիլիսոփայությունը, պարզապես լինել, նույնիսկ երբ բնությունը պահանջում է անջատվել։ Այժմ Թայ նգոկը 99 է։ Նա դեռևս առույգ է, դեռևս աշխատում է դաշտում եւ դեռևս դիմավորում է յուրաքանչյուր լուսաբաց բաց աչքերով։ Բժիշկները ասում են, որ նա եզակի է եւ երկրորդ նման դեպքը աշխարհում կարող է եւ չլինի։ Նա մարդկային տոկունության կենթանի հուշարձան է եւ մեր ժամանակների մեծագույն հանելուցկներից մեկը։ Մինչ մենք կմոնտաժենք այս տեսանյութը, մինչ դուք կդիտեք այն եւ նույնիսկ երբ դուք այսօր պարկեք քնելու, հիշեք, ինչ որտեղ Վիետնամում փայտ է փոքիկ տան մեջ, նստած է մի ծերունի, որը կլցնի իրեն մի գավաթ թեյ, կնայի աստղերին եւ կշարունակի իր անվերջանելի հերթափոխը։ Մարդ, ով մոռացել է, թե ինչպես փակել աչքերը։ Մարդ, ում համար քունը դարձել է պարզապես հեռավոր հիշողություն անցյալ կյանքից։